Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Թոշակառուների միության հասարակական կազմակերպության ղեկավար Վռամ Սարգսյանին։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես էլ եմ շատ ուրախ, որ հաճախակ ենք անդրադառնում Թոշակառուների հարցերին։ Եվ այսօր էլ կանդրադառնանք եւ մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ նաեւ, որ մեր ուղիղ եթերները կարող են դիտել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը իրենց էկրաններին է։ Պարոն Սարգսյան, անցած անգամ մենք կարծես թե մանրամասն քննարկեցինք այն ծրագիրը, որը դուք առաջարկում եք, հաշվարկները, որոնք դուք առաջարկում եք, որը թույլ կտա Հայաստանի Հանրապետությունում ապրող կենսաթոշակառուին նորմալ սնվել, նորմալ ապրել։ Այսինքն այդ հաշվարկները դուք ունեիք ձեր ձեռքի տակ, որից հետո դուք նամակով դիմեցիք փաստորեն սոցիալնախարարությանը եւ փորձեցիք հասկանալ, թե իրենք ինչ տրամաբանությամբ են հաշվարկում փաստորեն Պարենային Զամբյուղը։ Հիմա խոսենք այն մասին, թե ինչ են պատասխանել ձեզ եւ արդյոք այն թվերը, որոնք ներկայացվում է իշխանությունների կողմից, բավարարում է եւ դրանով կարող է Թոշակառուն համարել, որ Պարենային Զամբյուղի հարաբերակցությունը նվազագույն կենսաթոշակին բավականին մոտ են։ Այսպեսով ձեր հորդորանքով եւ պարոն Հարությունյանի ես դիմեցի սոցիալնախարարություն, պատասխանը գտնվում է այստեղ, հարգելիներս։ Ինչ է պատասխանում։ Սոցիալնախարարությունը պատասխանում է, որ դա իրենց իրավասության տակ չէ։ Բայց ես մի հատ հարց ունեմ, էլի, եթե մարդուն սոցիալապես ինքը ապահոված չի, սոցիալ բառն է, չէ՞, ոնց կարա նախարարությունը չզբաղվի այդ հարցով։ Ինքը ուղղորդել է առողջապահության մինիստրությանը, ինչ-որ տվյալները հանե, որը շատ այսպես ասած, ոնց ասեմ, աբսուրդի ժանրից է։ Ձեր թվերի մոտ են, թե հեռու են ձեր նախանշած, ձեր հաշվարկած թվերից։ Շատ հեռու են, մոտավորապես հեռու նկատի ունեք ավելի ցածր են, թե ավելի բարձր են։ Չէ, ցածր են, մոտավորապես 120,000-ի կարգի հետ են։ Հիմա նայեք, հացամթերքի օրական պաշարը տալի, խոսքից թե շատ զարմանալի է, ձուն մարդը կարա օգտագործի օրը կեսատ։ Կարագը 20 գրամ, ձուկը 20 գրամ, մսամթերքը մոտավորապես էլի մի հատ բան թե ես շատ չերկարացնելու համար ասեմ, ամսական Պարենը առողջապահության մինիստրության հաշվարկով կազմում է 42,000։ Իսկ այսօրվա դրությամբ մենք ինչ ենք տեսնում, մոտավորապես 50% թոշակառուները ստանում են 36,600, այսինքն նվազագույն, որին նաև հավասարել են սոցիալապես անապահով խավը։ Այսինքն 6000 դրամ էլ պետք է կարողանա հայթայթել ինչ-որ տեղից թոշակառու, միայն Պարենային Զամբյուղի մասին է խոսքը։ Այո, լրիվ Պարենային, ստե նայեք, հացամթերք, մսամթերք, կատնամթերք, ձու, բանջարը, բուսական յուղ, մարգարին, բանջարեղեն, կարտոֆիլ, շաքար, մարգարին բնական, մարգարին սովորական։ Ստե դաժե խոսք չի գնում մրգերի մասին, որ անհրաժեշտ է։ Վերցնենք թեկուզ խնձորը, իշքան իր մեջ երկաթ է պարունակում ու իշքան անհրաժեշտ է մարդու օրգանիզմին։ Շատ բաներ կան անտեսած են։ Իրենց հաշվարկով էսա խնդրեմ 41,600 կանիցեր, բանեմ, ամսականը։ Լրիվ մանրամասնությամբ տվյալները տված են, հաշվարկները արած են, տարեկանը կազմում է 906,000, իսկ մեր տարեկանը 36, ինչ անում։ Պատկերացնեք ինչքան աբսուրդ է, ուրեմն այդ մարդը տրանսպորտ հաշված չի, կոմունալ հաշված չի, շատերը վարձով են մնում հաշված չի, ոչ մի բան հաշված չի, մի խոսքով։ Պարոն Սարգսյան, ինչ տրամաբանությամբ է առողջապահության նախարարությունը այդ թվին եկել, ինչն են այստեղ հաշվի առնում, այդ հաշվարկի մեջ, մարդու նորմալ կենսագործության համար։
Այսինքն որքան կալորիա սնունդ պետք է օգտագործի, որքան Այստեղ իրեն կալորիան գրել են։ էներգետիկ սննդամթերք։ Կալորիան կազմում էր ինչ-որ 400 քանից էր իշքաներ։ Ոչմ չանդրադառնանք դրան, շատ ցածր էր կալորիան։ Ըստ իրանց հաշվարկների իրանք ելնելով են բանից, եթե մարդը ձուկ օգտագործի, կալորիայի մեծ քանակ է, ես բան չասի, բայց ոնց կարող մարդը կեսատ ձուկ օգտագործի։ Ոչ թե ես նրա համար եմ ասում, այդ փաստորեն դուրս է գալի 4 օրը 2 հատ ձու ինքը կարող ուտի։ 4 օրվա ընթացքում։ Նույնը ձկան է, ոնց կարող է մի հատ ձուկ դնես դեմդ, հենց լիմիկվա ձկները գիտեք, համարյա միշտ չկա վրեկը։ Ու նայես ասես չէ ես այն փայը, 30 գրամ նայես խոսքի 200 գրամանու ձկից։ Այսինքն այստեղ հիմնական մեր խնդիրը որն է, որ թոշակները ավելի արագ բարձրանան, քան պարենային զամբյուղը, որն է այստեղ։ Ինքին Մարի, ես ես կազմել եմ 2 տարի առաջ, նույնիսկ դաժե 3։ Նկատի ունեմ, որը պետք է որից բարձր ավելի արագ աճի եւ որը Դե հիմիկվա դրությամբ նայեք, հիմա պաստորեն ստացվում է պարենային գիծը ավելի արագ է բարձրանում, այսինքն արժեքները, ապրանքի արժեքը։ Գնաճն է այդ դրա վրա ազդում։ Հիմա նայեք, ես ձեզ կոնկրետ օրինակ բերեմ, անցած տարի ժամանակ կարտոֆիլը 200 դրամից չէր անցնում։ Ամենաէլիտնի խանութում 250 էր։ Այս տարվա դրությամբ 350 դրամ շատ կներեք իհարկե սնունդին է վերաբերում, բայց քոսոտ կարտոֆիլն է, որ կարող է տանես կեսնը թափես։ Այն ոնց ասում են արդեն աշկերով ծլած։ Իսկ նորն էլ 750, 700, 650։ Դե նորի մասին էդի ճոխությունը։ Խնդրի լուծումը որտեղ եք տեսնում։ Խնդրի լուծումը պետք է լուծում ստանա այս խնդիրը։ Լուծումը ես տեսնում եմ այ ասեցի 2-3 տարի առաջ իմ գրած հանուն թոշակառուների ոչ գոյատևելու այլ արժանապետի ապրելու համար պետք են գործողություններ։ Ոնց ասեմ, ես ղեկավարությունը, որը մեզ նետում է շատ չնչին սնունդ, ասեմ գոյության համար, պետք է պայքարենք դրա դեմը։ Որը 1990 թվականից վերև ոտնահարվել է թոշակառուների լրիվ իրավունքները, բարձրացվել են կոպեկներով, ոչ մի դեպքում, ոչ մի ժամանակի ընթացքում թոշակը չի բավարարել թոշակառուին սովետական միության փլուզումից հետո։ Պատկերացրեք այն ժամանակ ինչքան չնչին թոշակ էին չէ ստանում 3000, 4000 ուսուցիչները։ Նույն այն ժամանակ մի քիչ սնունդը շատ էժան էր, այսօրվա համեմատ, եթե մենք հաշվենք 8000 անգամ բարձրացել է։ Շաքարավազը 10-20 դրամ էր, հիմա 200-300 դրամ է։ Սենց համեմատելով որ գնանք։ Հիմիկվա միակ իմ պայքարի միջոցը, այստեղ ես նշել եմ, որ թոշակառուն 3 տարի առաջ եմ սա նշել, իհարկե պետք է ստանա 100,000-ի կարգի թոշակ, որպեսզի կարողանա իր գոյությունը միջին չափով բավարարի։ Ուրեմն մենք գնալու ենք հետևյալ գործողության։ Ես կազմել եմ այսպիսի մի ցուցակ, որ վերևը նշված է մեր պահանջները։ Ներքևը պետք է մարդիկ դնեն իրենց անուն ազգանունը հեռախոսի համարը հասցեն։ Այսինքն ստորագրահավաք եք սկսում։ Հասցեն, գիտեք ոնց է գնալու, հասցեն ոչ թե գնալու է Երևան, Աբովյան փողոց 96 շենք, եսիմինչ բնակարան, ուղղակի գրվում է Երևան, Հոկտեմբերյան, էդ է հասցեն։ Եվ թոշակառուներն են ստորագրահավաքին մասնակցելու, թե մնացածն էլ կարող են մասնակցել այդ։ Այդ չեմ մտածել ճիշտն ասած, բայց որ ցանկություն ունի
խոսքի կարա բան Որտեղ ունի։ ամեն դեպքում ընտանիքի անդամների համար էլ է շատ կարևոր, եթե իրենց Ստե գիտեք ոնց է, ես բան չասեցի, բայց ստե ես նշել եմ թոշակի չափը։ Մենք ըստ այդ Այսինքն ցուցակի, թոշակառուների ստորագրահավաք եք այո, նախատեսում։ մենք ըստ այդ ցուցակի կիմանանք քանի թոշակառու է 36-ից, նո 37000-ի կարգի ստանում, քանի թոշակառու 40-ից բարձր։ Դա այս ցուցակում պարզ կլինի։ Իսկ ինչ ենք անելու այս ցուցակը հետագայում, մենակ Եվ ինչպես է դա ստորագրահավաքը չի։ թոշակառուներին ներկայացնել, ինչ որ քաղաքում կետեր պետք է ունենաք, ինչպես եք այդ ստորագրությունները հավաքելու։ Չէ, հավաքելը հեշտ հավաքեմ, ես դրանում չեմ կասկածում, որովհետև ես շփում եմ մարդկանց հետ։ Ու մի քանիսն է կբաժանեմ, թող իրանք էլ օգնեն թոշակառուների, իրանց ոնց ասեմ, շրջապատում եւ այդ տեղերը։ Մի անգամ ես խոսել եմ Լևոն Գրուպս, գիտեք երևի Լևոն Բաղդասարյանի հետ, Փաստաբանը։ փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ, իրանք պատրաստ են անվճար օգնեն, մեզ այս գործը քրեական գործ հարուցենք պետության նկատմամբ։ Պարոն Սարգսյան, այսպեսի մի հարց։ Այդ դուք ստորագրահավաք եք կազմակերպում, որպեսզի գրվի թոշակի ստացվելիք գումարը եւ թոշակառու ստորագրահավաք է։ Իշխանությունները տեղյակ չեն, որ ով ինչքան թոշակ է ստանում, նրանք այդ թվերը չեն տեսնում։ Այստեղ ինչն է ձեր նպատակը, ո՞րն է ձեր նպատակը իրենց դրված թվերը նորից իրենց ներկայացնելու։ Այստեղի նպատակը, որ խոսք է թոշակառուն եկավ ստորագրեց, նա ոնց ասեմ, ինքը բնական է, հարստական չի։ Ես ոչ մեկի տվյալը չեմ վերցնելու, ստե լրացնեմ իր տեղը ստորագրեմ։ Մարդը արկա է եղել, տեսել է ցուցակը, ստորագրել է։ Եթե մենք կարողանանք բողոքի ձայնն է, թոշակառուի բողոքի ձայնն է։ Այստեղ 50 անձի համար է, ամեն մի թուղթ է։ Եթե կարողանանք մենք թեկուզ 10 այսպիսի թուղթ լրացնենք, դա դառնում արդեն 500, չէ, 500։ 500։ 10-ից ավել 20 կարողանանք լրացնենք, մոտավորապես դառնում է 1000, 1000-ը արդեն ձայնը։ Այս ստորագրահավաքների կոպիաներով մենք կդիմենք կառավարությանը նախ եւ առաջ, որովհետեւ իրանց պատասխանից պետք է կախված լինի, մենք իրանց դատի տալիս ենք, թե չէ։ Եթե իրանք մեզ առաջնորդեն եւ այս 100,000-ը գոնե ապահովեն, այդ ժամանակ կոնֆլիկտը լուծված կլինի, իսկ եթե չէ, մենք կդիմենք մենակ Լևոն Գրուպսը չէ, ումը ես ասել եմ, որ փաստաբանին իրանք պատրաստ են թոշակառուներին անվճար օգնելու։ Երևի նաև ելնելով են բանից, որ իրանք ծնողն էլ է թոշակառու, իրանք բարեկամն է թոշակառու, դե պատկերացրեք մի միլիոնատեր թեկուզ, ինքը չի կարող լրի բարեկամներին օգնի, չէ՞։ Ինչ որտեղ իր բարեկամները, որոնք թոշակառու են, նորից կախված են, ու այսը մենակ կենսաթոշակին չի վերաբերվում։ Ստե կարան նաև ստորագրեն հաշմանդամ թոշակառուները, որոնք տարիքը չի ասել թոշակի։ Նրանցը միապաղաղ թոշակը, որ տարիքը հասավ, ոնց ասեմ, հաշմանդամությանը կտրելու են, ասելու են ծերության ենք տալիս։ Չեն ավելացնում, ուղղակի կտրում են, անցումային շրջան են շինում, էլի։ Հաշմանդամից դու ասում ես կենսաթոշակայինի։ Նույնը սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք այսօր ստանում են նպաստ, վաղը իրանց նպաստը կտրելու են, ասելու են թոշակ է ստանալու։ Իսկ ինչ վերաբերում է նպաստին ու թոշակին կամ կարգ ունեցող թոշակառուին, ստե նաև մեծ հարց է ծագում։ Կարող է այդ կարգային թոշակառուն ստանում է այսօրվա դրությամբ 80,000, սրան ձեր կտա, որ իրանք իջացնեն մի անգամից դարձնեն 40,000, տարիքայինով դարձնեն 40,000։ Նույնն էլ վերաբերվում է հաշմանդամ թոշակառուներին։ Պարոն Սարգսյան, մենք խոսում ենք միայն թոշակի մասին, Նիկոլ Փաշինյանը մատնանշում է նաև հետվճարի ծրագիրը եւ համարում է հաջողված, քանի որ ամեն ամիս փաստորեն 4,000 դրամով թոշակառուների թոշակը ավտոմատ դառնում է բարձրացված։ Ես այսպես կասեմ, որ Եվ ասում է, որ հետո էլ տրտնջում են, թե թոշակները չենք բարձրացրել, ինչու չենք բարձրացրել, չէ՞ որ այդ ծրագիրն էլ դրա համար է։ Ես այսպես կասեմ, այն թոշակառուները, որոնք
ունեմ բնակարան, ես օրինակ վարձով եմ մնում։ Իմ թոշակի կնոջս թոշակը հավաքելով, կծմծելով, տան վարձ եմ տալիս։ Իսկ իրա մոտ ոնց է, պարենային ծրագիր է, չէ գնում։ Ու ես իշքան գիտեմ, ես չեմ առնչվել այդ հարցին, այս վերջերս նաև ուղղորդված պարենային է գնում, որ իրանք պետք է առևտուրանը սուպերմարկետներից, սովորական խանութի առևտուրը չի գնում։ Ես իշքան գիտեմ, ես մեղք չեմ կարող վերցնեմ ի վրա, ասեմ 100%-անոցը, ես լսել եմ, որ սուպերմարկետում, այսինքն դա նորից ալիգարխներինն է, Ճիշտ ասած սուպերմարկետների մասով ես չեմ կարող հստակ ասել, որտեղ չեմ լսել երբևիցե, բայց գիտեմ թոշակառուներ, որոնց համար դժվար է գնալ խանութներից նմանատիպ ձևով, այսինքն առևտուրներ անել, որպեսզի հետվճարը լինի, մարդիկ կան, որ քաղաքում չեն բնակվում, ասենք ամառանոցում են լինում, երբեմն գալիս է մի երկու բան են առնում, գնում են, մի խոսքով այնպես չի ստացվում, որ անընդհատ քարտից են կարողանում օգտվել, քարտով առևտուր անեն։ Դե ես գյուղական պայմաններում չեմ իմանում ոնց է, բայց տիկին Մարիս տեղ էլ հարցեր կան, որ մարդկանց հետ երբ որ ես զրուցել եմ, այսինքն ոչ թե բայց կան նաև տարբերակներ, որ գոհ են, որովհետև այդ հետվճարները իրոք լինում են։ Մարդկա 4,000, 5,000, Եթե տանը երկու թոշակառու կա, արդեն այդ ընտանիքի բյուջեն 10,000 դրամով։ Եթե իր թոշակը բարձր է, այդ վճարայինով ինքը կարող մինչև 10,000 է ստանա։ Դե պատկերացրեք մարդ, որ 80-90,000 ստանում, 7-8,000 իրան կուտակային է գալիս։ 30,000-ի դեպքում, իշքան գիտեմ, 4,000-ը, 5,000-ը ձեր ասած թիվն է, ավել չէր կազմում։ Հիմա նայեք, ինչ է կատարվում, ինձ շատերը բողոքում են, գալիս են էլի մոտս մեկ հանդիպում ենք, զրուցում ենք, դաժե այդ հետ վճարայինը, իրանք ձգձգում են, պատկերացնում եք։ Այսինքն ամեն ամիս այդ հետ վճարայինը չեն ստանում իրենց։ Չէ, ամեն ամիս ստանում են, բայց մարդը երբ որ թոշակի վրա է, իր համար 50 դրամն էլ փող է, չէ։ Կարա մի 5 օր ձգի, 5 օր ուշ տա։ Կամ ասես ամիս չեմ կարող, մյուս ամսվա վրա կնստացնեմ։ Այդպիսի դեպքեր նման դեպքեր լինում են, ձեզ։ Այո։ Հենց է որ թոշակառուն շատ կախում ունի, ոնց ասեմ, պետության են այսպիսի բաներ։ Պարոն Սարգսյան, դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Կարծում եմ դեռ կիսատ բաներ ունենք այսօր, դեռ չենք հասցրել դրանց մասին խոսել, որոնց մասին արդեն կխոսենք գովազդից հետո։ Հարգելի հայրենակիցներ, կարճատև գովազդային դադար, որից հետո կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Հետևեք, խնդրեմ։ Ինչ է պետք տունը Օցը հաճելի հարմարավետ դարձնելու համար, ճիշտ օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։
Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252 Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմեդ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91 205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 երրորդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +1 818 967 5677 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 5677։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Սարգսյան, փաստորեն եթե ամփոփենք առաջի հատվածը մեր հաղորդման, Պարենային Զամբյուղի եւ նվազագույն կեսաթոշակը միմյանց չեն համապատասխանում եւ թոշակառուն մի բան պետք է ինչ-որ մեկից գումար վերցնի, որ կարողանա իրենց մատնանշած այդ ցանկով գոնե սնվի, միայն սնվելու մասին ենք մենք խոսում, այդտեղ չկան կոմունալ վճարումները, չկա հագուստի խնդիրը, չկա դեղորայքինը, հյուր գնալու մի խոսքով, միայն Պարենային Զամբյուղի մասին էր խոսքը եւ դուք դրա հետ կապված ստորագրահավաքը կկազմակերպեք, մենք արդյունքների մասին կխոսենք կամ առաջիկա 10 օրվա ընթացքում կամ մեկ ամիս ժամկետում տեսնենք քանի ստորագրություն կհավաքվի։ Հիմա մենք խոսում ենք նաեւ բողոքում եք, որ թոշակները չեն բարձրանում, բայց Նիկոլ Փաշինյանն ասում է հետվճարային ծրագիրը հնարավորություն է տալիս 4000 դրամով ամեն ամիս յուրաքանչյուր թոշակառուի թոշակը բարձրանում է։ Ընդ որում ես հենց Նիկոլ Փաշինյանի հատվածից է, իր արած հայտարարության հատվածից է մեր վերում անում 2024 թվականի նոյեմբերի դրությամբ կա 278,000 շահառու եւ ակնկալում է, որ դեկտեմբեր-հունվար ամիսներին կհատենք 300,000-ի շեմը, չգիտեմ հատել եք թե չէ։ Մեկնարկից սկսած ծրագրի շրջանակում անկախիկ դրամաշրջանառության ծավալը կազմել է 171.7 միլիարդ դրամ, շահառուներին ընդհանուր առմամբ տրամադրվել է 15.2 միլիարդ դրամ հետ վճար։ Մեկ շահառուն ըստ վերջին ամսվա տվյալների ամսական ստանում է միջինում 4190 դրամ հետ վճար։ Թվեր ինչի մասին են խոսում եւ դուք ինչի մասին եք։ Եփե 278,000 շահառու կա հետ ծրագրի հետ վճարի ծրագրի։ Եթե մենք անգրագիտությունը որտեղից է գալիս, եթե մենք հաշվում ենք ինքը միլիարդ ասում, չէ, միլիարդ 700 15.2 միլիարդ դրամ հետ վճար է տրվել։ 15.2 10, այո, 15։ 15,000 Բայց անկախիկ դրամաշրջանառությունը կազմել է 171.7 միլիարդ դրամ։ 171.7 170 ենք հաշվում, կամ սենց անենք,
բարձրացնենք շեմը, 180 միլիարդ հաշվենք, թոշակառուն էլ հաշվենք 300,000, որը Հայաստանի բնակչության թոշակառուների կեսն է կազմում, դա էլ այն դեպքում, որ առողջության թոշակառուները, հաշմանդամները մեջը չեն մտնում, սոցիալապես անապահովները մեջը չեն մտնում։ Դե հիմա 180,000-ը բաժանենք 3 մասի, չէ, 180-ը 3-ի, ուրեմն ամեն թոշակառուն ոչ թե 4,000 է գալիս, 6-7,000 է գալիս, 6,000 եւ ավել, նո վերցնենք միջին թիվը գոնե կլնի 5,000 ու քանիս, բա ոնց է 4,000 կազմում, ստե արդեն մի վրիպակ թոշակառուների, երկրորդը, ամբողջ Հայաստանում 600,000 թոշակառուն չի կարա, դրանցից 280,000-ը հետվեճարայինով օգտվի, քանի որ այդ մարդիկ, ոնց ասեմ, մեծ ծախսեր ունեն, նայեք, դեղորայքը մեկ, Այսինքն մարդ կա, որ ոչ թե սուպերմարկետներից պարենային այս առևտուրն է իրականացնում, այլ իր դեղորայքն է գնում հենց իր ստացած թոշակով։ Այսինքն դեղատներից։ Հա, դեղորայքը մեկ, տրանսպորտը 2, ոչ մի, այսպես ասած, շուկաներում քարտով առևտուր չեն անում։ Կամ հազվադեպ Եթե մարդը բանջարեղ են առնում փողոցից, ինքը քարտով չի կարա, չէ՞ անի։ Կամ եթե անի էլ վաճառողի հաշիվը իր առևտուրը գնում է բան հարկային, չէ, ոչ թե ֆինանսների նախարարություն, որ ինքը ցույց է տալի իր առևտուրը, չէ, անողը, իսկ առնողը, ոնց ասեմ, այդ կանաչի համար իրեն գումար հետ չի գա, մրգի համար գումար հետ չի գա, դեղատան առածի համար հետ չի գա, ինքը ընդդեմ նշում է պարենային ապրանքը գնելու դեպքում նոր կուտակային է գալի, չէ, իսկ դեղը պարենայինի մեջ չի մտնում, իշքան գիտեմ, տրանսպորտը պարենայինի մեջ չի մտնում, մարդը հագուստի կարիք ունի, մաշվել է, պետք է առնի, թեկուզ բանը, սպիտակեղեն, հա, այդ լրիվ մի կողմա թողած, ոնց որ ցույց տվեցինք մինիմալով հաշված է սնունդը, էլի չի բռնում, թոշակի հետ ոչ մի կերպ չի բռնում, թոշակը ցածր, մինիմալը բարձր, Այսինքն թոշակների եւ սպառողական զամբյուղի միջև կա ճեղքված, որը գնալով ավելի մեծանում է։ Իհարկե մեծանում է, եթե երկրի ղեկավարը ասում է դեպուտատներից եթե կտրեմ տամ ձեզ սնվելու համար, մեկը այդ փողը օգտագործելու եք, այսինքն սնվելու եք, այսօր վաղը գալու եք ասեք սոված ենք։ Բայց երկրի ղեկավարը ասում է հարկերն էլ վճարեք, ստվերը վերացնենք, որ թոշակները կարողանանք բարձրացնել։ Դե հիմա ինքը հակ կրկնում է, չէ, այսօր տանք վաղը սոված եք, այսօր տանք վաղը սոված եք, այսօր տանք վաղը սոված եք։ Այո, մի անգամ տուր, հլա տենանք մենք սոված ենք, թե սոված չենք։ Երբ սպասենք նորությունների։ Նորությունների սպասելը կախված է ստորագրը հավաքների հետ, եթե ես հավաքեցի մոտավորապես 100-ից 200, ես ձեզ տեղյակը պահեմ, մի հատ հաղորդում պատրաստենք, իհարկե ստորագրը հավաքները հավաքելուց հետո ես կդիմեմ, ու երև մի ամիս կտևի։ Պարոն Սարգսյան, հեռախոսահամար կամ հասցե կարող եք թողնել մեր հաղորդման ընթացքում, որպեսզի եթե ցանկացողներ լինեն, ինչպես դիմեն ձեզ, որտեղ գան։ Խնդրեմ, կարող եք ֆիքսել +374 91 81 18 19 Սա ձեր հեռախոսահամարն է։ Սա իմ հեռախոսահամարն է, միշտ հասանելի է գիշեր թե ցերեկ։ Ոչ մի դեպքում ինքը չի անջատվում։ Ես էլ միշտ թոշակառուներին լսում եմ, թոշակառուներ կան, դաժե դեպքեր կան, որ միայնակ են, բողոք ունեն, դեպք է եղել մի ժամ խոսել ենք։ Պարոն Սարգսյան, եւ այսպիսի մի հարց, եթե ձեզ դիմեն այս հարցով քաղաքական ուժերը, պատրաստ եք նրանց հետ համագործակցելու եւ եթե
այս ամենը փորձ են օգտագործել նաև իրենց նախընտրական ծրագրերում։ Կլինեն համագործակցության շրջանակներ։ Տիկին Մարի, հիմա ես ձեզ ասեմ, քաղաքական ուժեր հասկացողությունը մի քիչ մեծ է։ Կան հիմա կառավարող ուժեր, կան կուսակցություններ։ Ցանկացած կուսակցություն, ցանկացած քաղաքական ուժ, ես պատրաստ եմ համագործակցել։ Իմ խնդիրն է մի հատ հանկյուն տան ինձ, այս ձեր սենյակի չափ, նույնիսկ մի քիչ փոքր, թեկուզ եթե մարդիկ ունեն կաֆե ու մի անկյուն տան, ես կնստեմ։ Այսինքն ձեզ գրասենյակ է պետք։ Անպայման։ Առանց գրասենյակի շատ դժվար է, քանի որ նայեք, վերցնենք այսպիսի մի հարց։ Եթե թոշակի խնդիրը լուծվում է, ստանում են այդ 100,000 դրամ, այդ դեպքում էլ գրասենյակը ձեր ինչին է պետք լինելու։ Կարծում եք, որ թոշակառուները միշտ խնդիրներ են ունենալու, որ պետք է հանրային այդ աղմուկը լինի։ Չէ, նայեք հիմա ես մի քիչ ընդարձակվեմ, դրա համար եթե հարկ կլինի, կարող ենք մենք հաղորդումներ էլ պատրաստենք առանձին։ Թոշակառուն պետք է երբեք ձեռքերը ծալած չնստի։ Թոշակառուն այսօրվա դրությամբ ունի նաև սերունդ դաստիարակելու խնդիր։ Դուք պատկերացրեք, եթե լիներ այսպիսի մի կառույց, որը արտասահմանում միջայլոց ինձ ասեցին կա, ծերանոցը եւ տուն-ինտերնատը երեխաների, այսինքն ծերանոց չասենք, այսպես ասենք, թոշակառուների ինտերնատն ու մանկաբանը երեխաների ինտերնատը մի շենքում լինեն, մի շենքում չէ, թեկուզ դեմ դիմաց շենքում, լիներ պուրակ, լիներ սպորտ հրապարակ, լիներ գրադարան, լիներ սրճարան։ Մեզ լսողը կասի շատ ասացված հասմատիտը երազում կորեք տեսավ, հիմա չէ, դուք պատկերացրեք ինչ մեծ երանելի ապագայից եք խոսում, ինչ որտեղ, ինչ որ Տիկին Մարի, նայեք, այդ թոշակառուն, որը գտնվում է ինտերնատում, այն երեխան, որը գտնվում է ինտերնատում, երեխան ծնողի կարիք ունի։ Հոգատարության, թոշակառուն ուշադրության, ավելի իրանից տարիքով, այսպես ասած, փոքրիկ կարիք ունի։ Այստեղ արդեն համագործակցություն է գնում, ոնց ասեմ, պապու թոր, տատու թոր, հարաբերության, էլի, թոր ու տան։ Մենք չէ, դուք, մենք է ձեզ հետ փորձելու ենք լուսաբանել, դեռ սկսում ենք թոշակների խնդիրները, որպեսզի նվազագույն այդ պարենային զամբյուղի հետ բերենք հավասար, ինչ որտեղ մոտեցնենք ցուցիչները եւ դրանից հետո դուք բացատրեցիք, թե ինչու է գրասենյակ ուզում, որովհետեւ դրանով չի ավարտվելու ձեր գործունեությունը։ Այսինքն թոշակառուների խնամքի խնդիրը, մենակ չլինելու խնդիրը, ժամանակի զբաղվածության խնդիրը, այս հանրությանը պիտանի լինելու խնդիրը, շարունակական այս խնդիրները փորձելու եք վեր բարձրացնել։ Տիկին Մարի, ես մյուս անգամ իմ ծրագիրը կբերեմ, ինքը բաղկացած է մի քանի էջից, դե մտնում է նաև զինվորականների հարցը, ասեմ ինչու, որովհետև մեր զինվորները, որոնք ծառայել են ու ունեն կոչումներ, այսինքն կան գեներալներ, կան եւ այլը, չէ, դրանք էլ են դաստիարակելու մեր սերունդին։ Նրանց փորձը պատկերացրեք մի լսարան, եկել են դպրոցականները ու ելույթ ունենում մի հատ գեներալ, պատմում է իր կյանքից, իր փորձից, այդ երեխաների մեջ կգտնվեն երեխաներ, որոնք մեծ սիրով լսելուց հետո կգնան ռազմական գործ ուսումնասիրելու, դպրոցից հետո կընդունվեն ակադեմիաներ ռազմական։ Ամեն մի թոշակառուի մասնագիտություն, կարի մասնագետը կարանք, եթե գործունյա մարդիկ կգտնվեն, կարի արտադրամաս դնենք, պրոստին պատաջանի։ Խորհրդականներ կլինեն իրենց կյանքի փորձով, իրենց աշխատանքային Ուզում եմ ասեմ, մերը պետքա լինի, ոնց ասեմ, նաև այսպես ասած։ Փորձի փոխանակում։ Չէ, բան, կազմակերպություն, որտեղ արկա կլինեն ուսուցիչներ, փաստաբաններ, զինվորականներ, հասկանում եք, դա տալու է, ոնց ասեմ, թոշակառուների պետություն Հայաստան պետության մեջ։ Հասկացաք ինձ։ Մեծի փորձը միշտ կոնկրետ պետք է ապագա սերունդին։
Այսօրվա դրությամբ ինչ ենք նայում, դպրոցներում նարկոտիկ, չեմ ասում վատ երեխաներ կան, շատ լավ երեխաներ կան, շատ սովորողներ կան, ձգտողներ կան, բայց դրա կողքին Ժամանակներն են փոխվել, բաց մենք թողումներ նայում ունեն։ ենք, հա, ինչ կեղտ են տարածում մեր սերունդի վրա։ Պարոն Սարգսյան, հետևենք իրադարձություններին, դուք սկսեք ձեր գործունեությունը ստորագրահավաքի հետ կապված, կարծում եմ մեր հաջորդ հանդիպումը կլինի արդեն դրա մասին, մենք ամփոփում կանենք, որքան ստորագրություն եք հավաքել, ձեր հերթական քայլերի մասին կխոսենք եւ կսպասենք արդեն կառավարության կողմից արձագանքներին, որտեվ այո, որքանով հասկացա, այդ բոլոր ստորագրությունները նամակի ձևով դուք ուղարկելու եք կառավարությանը։ Կառավարությանը հետո կախված իրենց պատասխանից կդիմենք դատարան։ Այսինքն կանխատեսում եք, որ հնարավոր է լինեն հանդիպումներ, քննարկումներ, իսկ Ով եթե կանչեն, ոչ, ես չեմ խուսափում։ իսկ եթե չեն կանչում, եթե ձեզ ոչ մի պատասխան չեն տալիս կամ պատասխան, որը ձեզ չի գոհացնում, հաջորդ քայլը ո՞րն է լինելու։ Դե նայեք, մենք դիմեցինք սոցիալնախարարություն, պատասխանը եկավ մի ամիս, Դե ընդհանրապես 3 օրից հետո, նույն ձևը իրանք չեն կարող չպատասխանել, ստե մերնակ մի բան կա, եթե կառավարությանը դու դիմում ես, իրանք շատ սիրով պատասխանում են։ Չէ, պաս են տալի ուրիշի, ուղարկում են սոցիալ, ուղարկում են այստեղ, այնտեղ։ Միևնույնն է, ինձ պատասխանում են, ասում են ձեր դիմում բողոքը, եթե այսպես ասենք, ուղարկվել է այս ինչ տեղ է։ Հետո ես մի բան ասում էլի, թող իմ ժողովուրդը իմանա, ես երբ որ դիմում եմ, չեմ ասում պարոն։ Չէ, չեմ ասում, խնդրում եմ։ Ես գրում եմ, պահանջում եմ, որովհետև մենք իրավունք ունենք պահանջելու։ Մեր ներդրումը այս պետության համար մեզ տալիս է իրավունք ոստեղ խնդրենք պարոն Փաշինյան, խոսք եմ ասում, կամ չգիտեմ Ժանա Անդրասյան կամ ես իմ մենք պետք է ուղիղ ասենք, մենք պահանջում ենք, մենք պահանջատեր ենք, սա մեր հայրենիքն է, մեր շինածն է, եթե մենք հիմա պրոբլեմ ունենք, մենք պահանջում ենք, որ դուք լուծեք, չենք խնդրում, ձեր ոտքերը չենք ընկնում, պահանջում ենք։ Հետևենք իրադարձություններին, պարոն Սարգսյան, հարկ լինելու դեպքում, ինչպես նշեցի, այստեղ կփորձենք նաև ամփոփել, թե ինչ է արել մոտակա ժամանակները ստորագրահավաքի հետ կապված։ Շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ անգամ եւ ձեր հեռախոսահամարը նորից հիշեցնենք 091 81 18 19 հեռախոսահամարն է, կարող են թոշակառուները զանգահարել, կապ հաստատել ձեզ հետ եւ մասնակցել ստորագրահավաքին կամ թիմ եք կազմում փաստորեն։ Անշուշտ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։